Բարի գալուստ մայրիկների ակումբ, հարթակ, ուր կարևորը մայրիկի լավատես ու տեղեկացված լինելն է։ Լավատես, փորձառու, խելացի ու տեղեկացված, հենց այսպիսին են մեր այսօրվա խաղի մասնակից 3 մայրիկները, ծանոթանանք նրանց հետ։ Արմինե Աբրահամյան, 27 տարեկան, Արմինեն 4-ամյա Օֆելիայի, 1.5-ամյա Նարեի և 4-ամսական Դավիթի մայրիկն է։ Երկու աղջիկ ունենալուց հետո տղա երեխայի լույս աշխարհ գալու լուրը նոր շունչ հաղորդեց ընտանիքին։ Մայրիկի համար դժվարություններ կան, քանզի միջնեկ աղջիկը ևս փոքր է և մեծ ուշադրության կարիք ունի։ Սակայն երեխաների տատիկի և հորաքրոջ օգնությունն անգնահատելի է։ Իսկ ահա մեծ աղջիկը, կամակոր Օֆելիան, մայրիկին օգնում է միայն այն ժամանակ, երբ տրամադրություն ունի։ Գոհար Արսենյան, 27 տարեկան, Գոհարի դուստրը Նարեն 4 ամսական է։ Մայրիկը շատ է կարևորել իր ձագուկի հետ ներարգանդային շրջանում զրուցելը։ Գոհարը խոսել է ամեն ինչից, հաճախ ասել է, թե որքան է նրան սիրում և ինչ սրտի թրթիռով է սպասում աղջկա ծնունդին։ Գոհարի ամուսնուն թեև այնքան էլ չի հաջողվել զրուցել փոքրիկի հետ ներարգանդային շրջանում, սակայն ծննդյան հենց առաջին վայրկյանից գրկելով դստերը խելագարի պես սիրել է նրան, զգալով հայր լինելու պատասխանատվությունն ու հաճույքը։ Աքսաննա Ավագյան, 25 տարեկան, 5 ամսական Մելոդին Աքսաննայի դստրիկն է։ Մայրիկը անկեղծացավ, որ հղիության ամբողջ ընթացքում շատ է լսել երաժշտություն։ Հաճախ է եղել աղմկոտ ու բարձր երաժշտության միջավայրում, այդ ընթացքում զգալով, թե ինչպես է փոքրիկն ակտիվորեն արձագանքում այդ ամենին։ Եվ ուրեմն որոշվեց ընտրել այնպիսի անուն, որը բնորոշ կլինի ապագա փոքրիկին։ Մելոդի, այսպիսի երաժշտական անուն ընտրվեց աղջկա համար։ Ծնվելուց հետո նկատելի է, աղջնակի համար երաժշտությունն ամեն ինչ է, փոքրիկն ուտում, խաղում և քնում է երաժշտության հնչյունների ներքո։ Ողջույն մայրիկներ։ Ողջույն։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, եթե մեր տաղավարում եք, ուրեմն ինքնավստահ եք ու զինված գիտելիքներով։ Մեր հեռուստադիտողները դրանում կհամոզվեն, եթե հետևեն ամբողջ խաղի ընթացքին, և մենք սկսում ենք բնականաբար առաջին փուլից։ Նախապես ծանոթանանք առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի։ Ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի առաջին փուլը։ Առաջին փուլի կանոնները շատ պարզ են, 5 հարց ձեզանից յուրաքանչյուրի համար, և մենք խաղը սկսում ենք առաջին մասնակցի հետ։ Արմինե, առաջին մասնակիցը մեր խաղում դուք եք։ Լավ է ձեր տրամադրությունը։ Շատ լավ։ Շատ լավ է տրամադրությունը, ես հնչեցնում եմ ձեզ համար նախատեսված առաջին հարցը։ Իդեպ, այսօր ձեզանից յուրաքանչյուրի համար նախատեսած ես ունեմ մեկական հարց, որը վերաբերվում է մուլտֆիլմերին կամ հեքիաթներին, որովհետև կարծում եմ, որ մայրիկը պարտավորված է նաև այս ոլորտից տեղեկացված լինել։ Արմինե, Ալիսան հրաշքների աշխարհում մուլտֆիլմի հերոսուհին, որ կենդանու հետևից էր վազում, ինչի հետևանքով սկսվեցին նրա արկածները, կհիշեք։ Նապաստակ։ Ճիշտ է պատասխանը։ Մյուս հարցը։ Որ տարիքից սկսած է հղին համարվում բարձր տարիքի։ Կարծում եմ 35-ից բարձր։ Ճիշտ է պատասխանը։ Արմինե, արդյոք ատամի արմատի շրջոսկրի բորբոքումը կարող է թունավորել մարդու օրգանիզմը։ Կարծում եմ այո։ Ճիշտ եք կարծում։ Մյուս հարցը, ինչպես է կոչվում ինքնաթիռով թռչելու վախը։ Էյրոֆոբիա, ավիաֆոբիա, մոտորոֆոբիա։ Ավիաֆոբիա։ Ճիշտ է պատասխանը։ Վերջին հարցը։ Արդյոք 42 շաբաթական հղիությունը համարվում է ժամկետնանց։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Իդեպ, այս նույն հարցը մենք ուղղել ենք մի խումբ մայրիկների, կարծեմ հետաքրքիր կլինի, թե նրանք ինչպես են պատասխանել հարցին։ Եկեք լսենք։ 38 շաբաթականում ավարտվում է երեխայի ընդհանուր կազմավորումը և 40-ից 42 շաբաթականը համարվում է ծննդաբերական շրջան, հետևաբար 42-ը մաքսիմալ շեմն է։ Այո։ Ոչ։ Երևի վերջին շեմն է 42-ը, լավ չեմ հիշում, բայց երևի արդեն ժամկետն անց 40-41-ն է համարվում վերջին ժամկետը։ Այո։ Ոչ։ Այո։ Կիսվեցին մայրիկների կարծիքները, ճիշտ պատասխան այո, 42 շաբաթականը հիմնականում համարվում է ժամկետն անց հղիություն։ Շնորհակալություն Արմինե։ Խաղը շարունակում ենք Գոհարի հետ։ Գոհարը ժպտում է, լավ է տրամադրությունը և ես հնչեցնում եմ առաջին հարցը։ Գոհար, կհիշեք Փիթեր Փեն մուլտֆիլմի ամենահայտնի փերիի անունը։ Ոչ։ Tinker Bell կամ Դինդին ավելի հայտնի մեզանում։ Մյուս հարցը, արդյոք հղիության երկրորդ կեսում բնորոշ է ստամոքսի այրոցը։ Այո, կարծում եմ։ Ճիշտ եք կարծում։ Մոտորոֆոբիան, արդյոք վախն է մեքենա վարելուց կամ մեքենայից։ Այո։ Ճիշտ է։ Արդյոք մաստակ պետք է ծամել ուտելուց 30 րոպե հետո։ Այո։ Ոչ, այն օգտակար է միայն 5
5-ից 10 րոպեների ընթացքում ուտելուց անմիջապես հետո արդեն անիմաստ է եւ նույնիսկ կարիեսի հետ կապված խնդիրներ է առաջացնում, ինչպես նաեւ ստամոքսաղիքային համակարգի հետ կապված խնդիրներ։ Գոհար, վերջին հարցը։ Պետք է արդյոք անհանգստանալ, եթե երեխան 3 տարեկանում դեռ նախադասություններ չի արտաբերում։ Այո, պետք է։ Ճիշտ է, պետք է անհանգստանալ։ Նույն հարցով դիմել ենք մի խումբ մայրիկների, հետաքրքիր է նրանք տվել են ձեր նման ճիշտ պատասխան, թե ոչ։ Կարծում եմ այո, 1 տարեկանից սկսում են բառեր արտաբերել, երևի 2-ում արդեն նախադասություններ, 3-ը երևի արդեն ուշ է։ Այո, շատ դժվար նախադասություններ կարող է չարտաբերել, բայց գոնե բառակապակցությունների եւ կարճ նախադասություններ պիտի այդ տարիքում ասի։ Անհանգստանալ պետք է։ Տղա երեխաների դեպքում այդքան պետք չէ վախենալ, իսկ աղջիկ երեխաների դեպքում կարծում եմ պետք է դիմել բժշկի։ Կարծում եմ այո։ Այո, ես անպայման կանհանգստանայի։ Ահա, փաստորեն 7 կին, 7-ն էլ տվեցին ճիշտ պատասխան, նրանք համակարծիք էին ձեզ հետ եւ փաստորեն ճիշտ էին։ Շատերը իհարկե սպասում են տղա է, աղջիկ է, որևէ նշանակություն չունի։ Եթե 3 տարեկանում երեխան նախադասություն չի արտաբերում, միանգամից դիմում ենք լոգոպեդի։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար եւ խաղը շարունակում ենք Աքսանա ձեզ հետ։ Լավ է ձեր տրամադրությունը։ Այո։ Շատ լավ։ Հնչեցնում եմ առաջին հարցը։ Աքսանա, ինչ գույն ուներ Փիթեր Փեն մուլտֆիլմի Փերիի զգեստը։ Կանաչ։ Ճիշտ է։ Արդյոք հղիության ընթացքում հոգնան բացարձակ անվտանգ է համարվում։ Չեմ կարծում, որ անվտանգ է։ Ճիշտ է, կարծում անվտանգ չէ, նույնիսկ հակացուցված է։ Այո։ Արդյոք բարձր տարիքի առաջնածին հղիությունը կարող է հանգեցնել շաքարային դիաբետի։ Ոչ։ Սխալ է պատասխան, իրականում կարող է։ Արդյոք օստեոմիելիտ հիվանդությունը ախտահարում է ոսկրածուծը։ Այո։ Ճիշտ է։ Լսել եմ, այո։ Եվ վերջին հարցը։ Սովորաբար երբ է առաջանում այրոց ստամոքսում, ուտելուց հետո, թե առաջ։ Ուտելուց հետո։ Ճիշտ է պատասխանը։ Վերջին հարցով դիմել ենք նույն մայրիկներին ու տեսնենք նրանք տվել են ճիշտ պատասխան, թե ոչ։ Երևի հետո։ Իհարկե ուտելուց հետո։ Երկու դեպքում էլ հավանական է, բայց շատ ավելի տարածված է ուտելուց հետո։ Լինում է եւ սկզբում եւ հետո, նայած ինչ վիճակում է ստամոքսը։ Ուտելուց հետո։ Ուտելուց հետո։ Կարծում եմ ուտելուց հետո։ Բրավո մայրիկներին, ճիշտ պատասխան, մեծամասնությունը հնչեցրեց ճիշտ պատասխան, եւ հիմա ժամանակն է, որ մենք պարզենք ձեր միավորները։ Սկսենք Արմինե ձեզանից։ Առաջին փուլում Արմինեն վաստակեց 5 միավոր, Գոհարը վաստակեց 3 միավոր եւ Աքսանան վաստակեց 4 միավոր։ Տեղափոխվեցինք երկրորդ փուլ։ Ծանոթանանք երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր խաղի երկրորդ փուլը։ Երկրորդ փուլի ընթացքում կխոսենք արգանդի կարճ պարանոցի մասին, խնդիր, որը շատ այլ երկրորդային խնդիրների պատճառ կարող է դառնալ, ուստի անչափ կարևոր է, որ մայրիկը, հատկապես ապագա մայրիկը լինի տեղեկացված։ Աղջիկներ, միասին կդիտենք տեսանյութ, տեսանյութից հետո ես կհնչեցնեմ հարցեր եւ առաջինը հարցին կպատասխանի այն մասնակիցն, ով ամենաարագը կսեղմի կոճակը։ Եթե ամեն ինչ հասկանալի է, առաջարկում եմ դիտել տեսանյութը։ Վիժման եւ վաղաժամ ծննդաբերության հավանականությունը յուրաքանչյուր ապագա մայրիկի համար ամենավտանգավորն ու ստրեսայինն են։ Ցավոք շատ գործոններ կարող են դառնալ նման երգի սպառնալիք։ Դրանցից մեկը հղի կնոջ արգանդի կարճ պարանոցն է։ Կնոջ արգանդի պարանոցի երկարությունը որպես կանոն միջինում պետք է լինի 40-ից 50 մմ, սակայն լինում են նաեւ նորմայից շեղումներ։ Արգանդի կարճ պարանոց ախտորոշումը կնոջը տրվում է այն ժամանակ, երբ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվում է, որ արգանդի պարանոցի չափը 25 մմ-ից կարճ է։ Իրանց դեպքում վիժումները լինում են անցավ, տեղի ունենում պտղաջրերի վաղաժամ արտահոսք, որին արդեն հաջորդում է վիժում։ Կարճ պարանոց կամ իստեմիկոցերվիկալ անբավարարություն դիագնոզվում է հղիության ընթացքում, հետազոտության ժամանակ։ Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ պարտադիր առաջի եռամսյակի սկրինինգի եւ 20 շաբաթականի ժամանակ կատարվում է տրանսվագինալ էխոսկոպիա, որի ժամանակ չափվում է պարանոցի երկարությունը։
Ինստիմիկոցերվիկալ անբավարարությունը մի ախտորոշում է, որը հաստատում է, որ այդ չափի արգանդի պարանոցը ի վիճակի չէ դիմանալ օր-օրի աճող ծանրաբեռնվածությանը։ Ուստի ռիսկը մեծ է, որ ի վերջո այն կարող է բացվել, հանգեցնելով վիժման կամ վաղաժամ ծննդաբերության։ Արգանդի կարճ պարանոց ունենալու դեպքում մեծանում է պտղի տարբեր մանրէներով վարակվելու հավանականությունը։ Արգանդի կարճ պարանոց ախտորոշման հիմնական պատճառը գենետիկական շեղումներն են։ Այսինքն հղիկին այդ արգանդի չափերի պարանոց ունենում է իծնե, սակայն մեծ է նաև ձեռքբերովի գործոնների ազդեցությունը։ Ինկոցերվիկալ անբավարարությունը կարող է զարգանալ էնդոկրին ֆոնի խանգարումների դեպքում։ Կրկնահղիների մոտ դա ավելի շատ կրում է հետտրավմատիկ բնույթ, երբ որ նախորդ հղիության ժամանակ կամ վիժումներ են տեղի ունեցել, եղել են պարանոցի պատրվածքներ, տրավմաներ, որոնք արդեն տվյալ հղիության ժամանակ կարող են նպաստել մեխանիկորեն անբավարարությանը։ Արգանդի կարճ պարանոց ախտորոշման դեպքում հիմնականում նշանակվում է դեղորայքային բուժում, նախքան հղիության 20 շաբաթը, որը հնարավորինս շտկում է արգանդի պարանոցի վիճակը։ Եթե 30 օր հետո պատկերը չի փոխվում, ապա մասնագետներն անհապաղ ձեռնարկում են վիրաբուժական միջամտություն։ Կարող են դրվել օղակներ կամ պարանոցի կար։ Եվ օղակը, եւ արգանդի պարանոցի կարը, որ երկուսն էլ դրվում են հիմնականում 14-ից մինչև 18 շաբաթական ժամկետում։ Օղակը դրվում է առանց ցավազրկման, իսկ կարը դրվում է ընդհանուր անզգայացման պայմաններում եւ հանվում է եւ օղակը եւ կարը 37 շաբաթական ժամկետում ծննդաբերելու նպատակով։ Ինստիմիկոցերվիկալ անբավարարություն ունեցող հղին պետք է մշտապես գտնվի մանկաբարձ գինեկոլոգի խիստ հսկողության տակ ու հրաժարվի ֆիզիկական ցանկացած տեսակի ծանրաբեռնվածությունից։ Բժշկի ցուցումներին հետևելու դեպքում կնոջը կհաջողվի պահպանել հղիությունը, խուսափել վաղաժամ ծննդաբերությունից ու առողջ երեխա լույս աշխարհ բերել։ Դիտեցինք տեսանյութը, որը բարձրաձայնում էր շատ կարևոր մի խնդրի մասին, որը հաճախ դառնում է վաղաժամ ծննդաբերության պատճառ, այնպես որ պետք է լինել ուշադիր եւ հետևել իհարկե մասնագետի ցուցումներին։ Հիմա ժամանակն է, որ ես հնչեցնեմ հարցերը։ Արգանդի պարանոցի քանի միլիմետր երկարության դեպքում է կնոջը տրվում արգանդի կարճ պարանոց ախտորոշումը։ Աքսաննա, առաջինը դուք եք, լսում ենք ձեր պատասխանը։ 25 միլիմետր երկարություն ունեցող պարանոցը արդեն համարվում է կարճ պարանոց։ Ճիշտ է պատասխանը, 25 միլիմետր կամ 25 միլիմետրից կարճ պարանոցը համարվում է կարճ պարանոց։ Շնորհակալություն պատասխանի համար, լսում ենք երկրորդ հարցը։ Որքան պետք է լինի արգանդի պարանոցի երկարությունը նորմայում, առաջինը Գոհար դուք եք։ 40-ից 50 միլիմետր։ Ճիշտ է պատասխանը, միջինում պետք է լինի 40-ից 50 միլիմետր։ Մյուս հարցը։ Ինչ ռիսկեր է պարունակում արգանդի կարճ պարանոց ախտորոշումը։ Աքսան։ Վաղաժամ ծննդաբերության վտանգ եւ վիժում։ Ամենակարևոր խնդիրների մասին խոսեցիք, ինչպես նաև դրա արդյունքում շատ հաճախ ավելի հեշտ է պտուղը տարբեր մանրէներով վարակվում։ Հաջորդ հարցը. ինչպես է կատարվում ախտորոշումը, Արմինե։ Ախտորոշումը կատարվում է սոնոգրաֆիայի միջոցով, առաջին կոնսուլտացիայի ժամանակ։ Ուլտրաձայնային հետազոտության։ Ինչպիսի ուլտրաձայնային հետազոտության օգնել։ Ներքին ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։ Ճիշտ է պատասխանը, որովհետև սովորական ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հնարավոր չի ախտորոշել եւ առաջին եռամսյակում այնինչ շատ հաճախ ապագա մայրիկները, նրանց մայրիկներն ու սկեսուրները պարզապես հրաժարվում են ներքին ուլտրաձայնային հետազոտությունից, ինչ-ինչ միֆերի ու վախերի պատճառով, այնինչ այդ հետազոտության ընթացքում է հնարավոր ախտորոշել ունի կինը արգանդի կարճ պարանոց, թե ոչ։ Տեղեկացվածությունը նաև այստեղ է օգնում։ Մյուս հարցն ենք լսում. Մայրիկներ, քանի շաբաթական հղիության դեպքում է կատարվում այդ հետազոտությունը, Արմինեն էր առաջինը։ Այդ հետազոտությունը կատարվում է մինչև 14 շաբաթական հղիության ժամանակ։ Ճիշտ է, առաջին եռամսյակում, ինչպես նաև 20 շաբաթականի ընթացքում։ Հաջորդ հարցը. որոնք են արգանդի կարճ պարանոց ունենալու պատճառները։ Աքսանա։ Կարող է լինել ժառանգական պատճառներ, որ փոխանցվել է ծնողներից եւ կարող են ունենալ արդեն արտաքին գործոններ։ Ճիշտ է պատասխանը, ժառանգական գործոնն է մեծ, ինչպես նաև հորմոնային խանգարումների հետևանքով կարող է առաջանալ արգանդի կարճ պարանոց։ Եվ հնչեցնում եմ վերջին հարցը, եւ շատ ուրախ եմ, որ դուք այդքան տեղեկացված եք, որ միանգամից սեղմում եք կոճակը։ Ինչ միջոցառումներ են ձեռնարկում, երբ կա արգանդի կարճ պարանոց ախտորոշումը, Արմինե։ Երբ հղի մոտ ախտորոշվում է արգանդի կարճ պարանոց,
ապա նրա արգանդի պարանոցին դրվում է օղակ կամ կար։ Օղակը դրվում է առանց ցավազրկման, իսկ կարը ընդհանուր ցավազրկման պայմաններում։ Ճիշտ է, միանշանակ պատասխանը երկու տարբերակ է գործում, իհարկե նախքան երբեմն միջամտություն ու դեղորայքային բուժում է նշանակում, բայց հիմնական դեպքերում փորձը ցույց է տալիս, որ ամենաօգնող տարբերակը հենց վիրահատական փոքրիկ միջամտություններ։ Շնորհակալություն Արմինե ճիշտ պատասխանի համար, երեքիդ էլ ուզում եմ ասել շնորհակալություն, որովհետև շատ ակտիվ էիք երկրորդ փուլի ընթացքում, եւ եկեք միավորները պարզենք։ Արմինեն երկու փուլերի արդյունքում վաստակեց 8 միավոր, Գոհարը վաստակեց 4 միավոր եւ Աքսանան վաստակեց 7 միավոր։ Շնորհակալություն երկրորդ փուլի համար, տեղափոխվեցինք երրորդ վերջին փուլ։ Ծանոթանանք երրորդ փուլի կանոններին։ Երրորդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը։ Փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի վերջին փուլը։ Վերջին փուլի ընթացքում դուք կատարելու եք ընտրություն։ Սեղանին դրված տեսնում եք տարբեր սննդամթերքներ եւ ձեր խնդիրն է լինելու ընտրել սննդատեսակներ, որոնք առավել հայտնի են որպես ալերգեններ։ Պատկերացնենք, սկսում ենք երեխայի հավելյալ սնուցումը եւ որ սննդատեսակներից կզգուշանայիք, որովհետեւ ձեր կարծիքով դրանք ալերգեն են համարվում։ Առաջադրանքը պարզ է։ Այո։ Եթե պարզ է, սկսում ենք ընտրություն կատարել եւ Արմինե սկսում ենք ձեզանից։ Համեցեք։ Ձեր փոքրիկը քանի ամսական է։ Իմ փոքրիկը 4 ամսական է։ Այսինքն մի քանի ամսից սկսելու եք նրան հավելյալ սնունդ առաջարկել։ Ինչից կզգուշանաք, ինչն է ձեր կարծիքով ալերգեն համարվում, որ սննդատեսակը։ Նախ կզգուշանայի ցիտրուսներից, մեղրից, շոկոլադից, կարծում եմ ֆնդուկից նույնպես, հավկիթից եւ կովի կաթից։ Եվ կովի կաթ։ Այսինքն այս սննդատեսակները դուք զգուշությամբ եք ներմուծել երեխաների սննդակարգ, կարծելով, որ դրանք ալերգեն են համարվում։ Այսքանը։ Շնորհակալություն Արմինե, համեցեք Գոհար։ Տեսնենք Գոհարը ինչպիսի ընտրություն կկատարի։ Ես կսկսեմ սոխից։ Դե ցիտրուսները ալերգեն են, այո, բայց մի քիչ կասկածում եմ արդյոք նարինջն էլ լավ, դա թողնեմ վերջում։ Մեղրը միանշանակ ալերգեն է, շոկոլադը։ Ձեր երեխան քանի տարեկան է։ 4 ամսական։ Ահա։ Դեռ ժամանակ կա հասկանալու։ Այո։ Լոբին իմ կարծիքով, քանի որ ինքը շատ հագեցած է, կարծում եմ, որ հնարավոր է նաև ալերգեն լինել։ Ձուն նույնպես ալերգեն է համարվում եւ կովի կաթը։ Վերջ։ Կարծում եմ այո։ Շնորհակալություն, Աքսանա, համեցեք։ Տեսնենք, դուք ինչպիսի ընտրություն կատարեք, Աքսանա։ Տեղյակ եմ, որ ցիտրուսները կարող են ալերգիա առաջացնել։ Այստեղից կվերցնեի ֆնդուկը, որովհետև ընդեղենի շարքին է դասվում, դրանք ալերգիկ են, շոկոլադը, կարդացել եմ, որ կաթնաշորը կարող է ևս ալերգիա առաջացնել, ձուն ալերգիկ է միանշանակ, մեղրը ևս։ Մի քիչ սոխի մասին եմ կասկածում, բայց կվերցնեմ ամեն դեպքում, տեղյակ չեմ։ Այստեղ լոբին կարող է գազեր առաջացնել, բայց ալերգիայի մասին տեղյակ չեմ վերցնի եւ այստեղ արդեն ոչինչ չունեմ վերցնելու, կովի կաթը չեմ կարծում։ Չեք կարծում, որ ալերգիա։ Այո։ Շնորհակալություն, Աքսանա, զբաղեցրեք ձեր տեղը։
Մայրիկները կատարեցին ընտրությունը եւ մենք հասկացանք, թե իրենց կարծիքով որ սննդատեսակներն են համարվում ալերգեն։ Ժամանակն է, որ տաղավար հրավիրենք մեր այսօրվա հյուրին, մանկաբույժ Վարդուհի Առաքելյանին, ով կմեկնաբանի ձեր կատարած ընտրությունը։ Բարև ձեզ, սիրելի մայրիկներ։ Բարև ձեզ։ Ողջույն Վարդուհի։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, խոսում ենք այսօր ալերգեն համարվող սննդատեսակների մասին։ Մայրիկները կատարել են ընտրություն, բայց նախ ձեզ պետք է խնդրեմ ներկայացնել, թե որ սննդատեսակներն են համարվում ալերգեն։ Շատ լավ, ուրեմն ալերգիկ ռեակցիաները դրանք օրգանիզմի կողմից օտարածին սպիտակուցի նկատմամբ իմունային համակարգի ոչ ճիշտ կամ խեղաթյուրված պատասխան է։ Այսինքն բոլոր այն սննդամթերքի սպիտակուցը, որոնք կարող են օրգանիզմի կողմից ընդունվել որպես օտար, կարող են ունենալ ալերգիկ ռեակցիաներ։ Սակայն դրանք խիստ անհատական են բալիկների համար եւ տվյալ դեպքում կարող եմ անդրադառնալ այն բոլոր մթերքներին, որոնք իրենցից ալերգեն են պարունակում։ Մենք սկսենք խոսել առավել հայտնի ալերգեն համարվող սննդատեսակների մասին եւ սկսենք ափսեներն ուսումնասիրելուց։ Առաջինը ընտրություն կատարեց Արմինեն եւ նրա ափսեի մեջ մենք տեսնում ենք նարինջ, կիտրոն։ Սկսենք ցիտրուսներից։ Արդյոք դրանք համարվում են։ Այո, բոլոր ցիտրուսները իրենցից պարունակում են ալերգեններ, որոնք կարող են երեխայի մոտ ալերգիկ ռեակցիաների պատճառ հանդիսանալ։ Դրսևորում այսինքն կարող է լինել ինչպես մաշկային արտահայտումներով, քորով, կարմրությամբ, նույնիսկ մինչև անգամ անաֆիլակտիկ շոկ ունենանք։ Եվ կարող ենք ունենալ նույնիսկ անգիոայտուցներ։ Ճիշտ ընտրված տարբերակ է փաստորեն նարինջը, կիտրոնը կարելի է որպես ճիշտ տարբերակ համարել, որովհետև դրանցից կարող են առաջանալ։ Հավկիթը։ Հավկիթը նույնպես շատ մեծ ալերգեն է պարունակում իր մեջ եւ կլինիկական ելքը բավականին դժվար է լինում, այսինքն լավացումը, եթե իսկապես ունենում ենք կլինիկական որևէ նշաններ։ Նաև ասեմ, որ այն բոլոր մթերքները, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են ձու, այսինքն մայոնեզը, սոուսը, հրուշակեղենը եւ այլն, պետք է զգուշանալ նրանց օգտագործումից։ Եվ եթե ինչ-որ թռչնատեսակի ձվի հանդեպ ալերգիկ ռեակցիա ունենք, չի բացառվում, որ կարող են ալերգիկ ռեակցիաներ լինել նաև մյուս թռչնատեսակի ձվի նկատմամբ։ Շոկոլադ։ Երեք մայրիկներ ընտրել էին շոկոլադ։ Այո, շոկոլադը իր մեջ պարունակում է ալերգեններ։ Մեղր։ Մեղրը նույնպես եւ մեղրի օգտագործումը մնացած հրուշակեղենի եւ այլնի պատրաստման մեջ նույնպես ալերգիկ ֆակտոր է հանդիսանում։ Այո։ Պնդուկ։ Պնդուկը իրենից այո պարունակում է ալերգիկ նյութ, ավելի շատ ընկույզն է ալերգեններ պարունակում, բայց չենք բացառի նաեւ պնդուկի արկայությունը։ Եվ կաթ։ Կաթը, անդրադառնանք կաթին, կովի կաթը եւ այծի կաթը շատ մեծ ալերգեն է պարունակում իր մեջ եւ նույնպես կլինիկական ելքը բավականին բարդ է։ Հետևաբար բժշկուհի փաստորեն սա միֆ է, երբ մարդիկ ասում են, որ այծի կաթը կրծքի կաթին համազոր է եւ կարող է հեշտությամբ փոխարինել, դա փաստորեն լուրջ հետևանքներ առողջական կարող է առաջացնել։ Միանշանակ կարող է առաջացնել, պետք է զերծ մնալ մինչև 1 տարեկան հասակը, երեխաներին կովի կաթ տալ կամ այծի կաթ ցանկալի չէ։ Շատ լավ։ Փաստորեն Արմինեն կատարել էր ընտրություն եւ որևէ սխալ տարբերակ չէր ընտրել։ Տեսնենք, քանի ճիշտ տարբերակ էր ընտրել Արմինեն, 1, 2, 3, 4, 5, 6, 7, այսինքն Արմինեն 7 ճիշտ տարբերակ էր ընտրել։ Երկրորդ ափսեի պարունակությունը, փաստորեն մենք խոսեցինք կիտրոնի մասին, հավկիթի մասին, շոկոլադ, մեղր, կաթ։ Եվ այս ափսեի մեջ մենք տեսնում ենք լոբի եւ սոխ, որը որ իր մեջ ալերգեն չի պարունակում։ Եթե խիստ անհատական չի։ Այո, չէ, մենք չենք խոսում խիստ անհատական դեպքերի մասին, բայց այս երկու տարբերակը կարող էր չլինել գոհարի ափսեի մեջ, 5 տարբերակ, եւ վերջին մայրիկի ափսեն ուսումնասիրենք, այստեղ ավելացել է, ասեն սոխը սխալ տարբերակ է, կաթնաշոր։ Կաթնաշոր, եթե բալիկը ունի ալերգիկ ռեակցիա կաթի նկատմամբ, չի բացառվում նաև, որ կաթնաշորից կարող ենք նույնպես ունենալ ալերգիկ ռեակցիա։ Ընդունենք որպես ճիշտ տարբերակ։ Ընդունենք որպես ճիշտ տարբերակ, բայց տվյալ մայրիկը կաթը չի ընտրել, որը որ իր մեջ շատ մեծ ալերգեն է պարունակում։ Աքսանան փաստորեն ընտրել էր 8 տարբերակ, սոխը սխալ էր, հետևաբար ճիշտ է 7 տարբերակ։ Բժշկուհի սեղանին դրված այդ տարբեր սննդատեսակներ ենք տեսնում, մայրիկները չէին ընտրել օրինակ տավարի միս։
Համարվում է արդյոք տավարի միսը ալերգեն։ Նշեմ, որ այո, ընդհանրապես մսամթերքը կարող են նույնպես ինչպես թռչնի միսը, այնպես էլ տավարի, խոզի միսը կարող են իրենց մեջ ալերգեններ պարունակել։ Նաև տվյալ պահին սեղանին չեմ տեսնում ձուկը, որը իր մեջ շատ մեծ ալերգեն է պարունակում։ Ձուկը, ձկնամթերքը, խեցգետինը, սրանք բոլորը ալերգենների աղբյուր են, քանի որ բացատրեմ ինչու։ Նրանք ավելի դժվար են ենթարկվում ջերմամշակմանը, ոչ միայն խաշած վիճակում, շոգեխաշած, տապակած վիճակում, միևնույն է նրանք պարունակում են իրենց մեջ մեծ ալերգեններ, այդ իսկ պատճառով կարող ենք նաև անդրադառնալ ձկնատեսակներին։ Բրոկոլի, տանց, կաղամբ, դրանք եւս մայրիկները չէին ընտրել։ Դրանց մեջ ալերգեն պարունակությունը համեմատաբար ավելի քիչ է եւ քիչ ենք տեսնում նման դրսևորումներ։ Եվ բժշկուհի փաստորեն, եթե երեխան մեկ անգամ օրինակ կերել է նարինջ եւ որևէ օրգանիզմի կողմից արձագանք է եղել, սա չի նշանակում, որ ամբողջ կյանքում երեխային չպետք է տալ նարինջ։ Նախ թույլ տվեք նշեմ, որ շատ կարեւոր է ալերգիկ ռեակցիաների համար, եթե ունենք ժառանգական նախատրամադրվածություն, եթե ունենք մարսողական համակարգում ինչ-որ խնդիր եւ եթե ունենք ոչ ճիշտ կազմակերպված սննդակարգ, լավ, շատ ճիշտ է նաեւ եւ տեղին հավելյալ սնուցման անցման ընթացքում բալիկի ճիշտ սննդակարգը շատ կարեւոր փաստ է դա։ Հավելյալ սննդի ներմուծման կանոնների եթե հետևում ենք, այսինքն մեկ գտալից սկսում ենք աստիճանաբար ավելացնում ենք, ռիսկը միանշանակ նվազեցնում ենք եւ պետք է հավելյալ սնուցմանը անցնելու ընթացքում կարեւոր է տվյալ օրվա համար, եթե մենք նոր ինչ-որ նորամուծություն ենք կատարում սննդամթերքի, մեկ տեսակի սննդամթերք տրամադրվի բալիկին, որպեսզի տեսնենք ինչպիսի ռեակցիա ենք ունենում, որպեսզի պատկերը պարզ լինի, եթե բալիկի մոտ կա որևէ մթերքից ռեակցիա, հասկանալի լինի մեզ, լավ։ Շնորհակալություն շատ մեկնաբանությունների համար եւ սպասում ենք միավորներին։ Առաջին մայրիկը ընտրվածներից բոլորը ճիշտ էին, երկրորդ մայրիկը բացառությամբ լոբին եւ սոխը, երրորդ մայրիկի դեպքում սոխը։ Առաջին մայրիկը գնահատվում է 5 միավոր, երկրորդ մայրիկը գնահատվում է 4 միավոր, երրորդ մայրիկը 4 միավոր, որովհետեւ բացատրեմ ինչու կաթնամթերքը շատ մեծ ալերգեն է, մայրիկը չէր ընտրել կովիկաթը։ Եւ փաստորեն սոխն էր սխալ ընտրել։ Սոխը սխալ էր։ Շնորհակալություն միավորների համար, եկեք բոլորով պարզենք, թե 3 փուլերի արդյունքում մայրիկներից յուրաքանչյուրը քանի միավոր վաստակեց։ Սկսում ենք Արմինե ձեզանից։ Եվ այսպես, 3 փուլերի արդյունքում Արմինեն վաստակեց 13 միավոր, Գոհարը վաստակեց 8 միավոր եւ Աքսաննան վաստակեց 11 միավոր։ Շնորհակալություն բժշկուհի խորհուրդների եւ մեկնաբանությունների համար։ Մայրիկներ, եկեք ամփոփենք մեր այսօրվա խաղը։ Դե ինչ, սիրելի մայրիկներ, ավարտին մոտեցավ հերթական խաղը։ Միավորներից պարզ է, որ մեր խաղն ունի մեկ հաղթող։ Արմինե, դուք եք այսօր մեր խաղի հաղթողը, շնորհավորում ենք ձեզ։ Շնորհավորում եմ երեքիդ էլ հավասարապես, որովհետև մայրիկների ակումբում կարևոր է մայրիկի գրագետ ու տեղեկացված լինելը։ Կարծում եմ այս խաղը միայն բավական էր հասկանալու, որ դուք երեքդ էլ զինված եք գիտելիքներով, իսկ դրա արդյունքում առաջինը շահում են ձեր երեխաները։ Կրծքանշանները ձեզ միշտ կհիշեցնեն մայրիկների ակումբին մասնակցելու մասին։ Շնորհակալություն մասնակցության համար, հաջողություն։ Հաջողություն։ Մայրիկների ակումբը շարունակում է փնտրել խելացի ու տեղեկացված մայրիկների։ Եթե կարծում եք, որ այդպիսին եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում եւ առանձին նամակով ուղարկեք մեզ ձեր տվյալները, եւ մենք կհանդիպենք մայրիկների ակումբում։